Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Հայաստանը ժամանել Եվրոպական միության ինտեգրման եւ Ուկրաինայի վերականգնման հարցերով Եվրոկոմիսար Մարթա Կոսը։ Փորձենք հասկանալ որն է Եվրոկոմիսարի այցի նպատակը եւ ինչ հարցեր են քննարկվել։ Նախ ֆիքսենք մի բան, ըստ մամուլում տարածված տեղեկատվության, Եվրոկոմիսարը Հայաստանը ժամանել Ադրբեջանից, այսինքն նրա այցը ըստ էության կրում է տարածաշրջանային բնույթ։ Ենթադրաբար քննարկվող հարցերը հիմնականում պետք է վերաբերվեին տարածաշրջանին, բայց Հայաստանում մամուլի ասուլիսի ժամանակ Մարթա Կոսը գրեթե ոչինչ չասաց տարածաշրջանային հարցերի մասին։ Հիմնականում կենտրոնացավ հիբրիդային պատերազմի մասին, խոստանալով օգնել Հայաստանին այդ պատերազմում, խոսեց վիզաների ազատականացման մասին եւ այլն եւ այլն։ Եվ որ ամենակարևորն է, խոսեց, որ Եվրոպական միությունը ամեն ինչ պիտի անի, որպեսզի Հայաստանի քաղաքացին կարողանա հնարավորություն ունենա ընտրություն կատարել եւ ոչ ոք նրան չխանգարի։ Բայց այս ամենը մի կողմ թողնելով փորձենք հասկանալ որն էր Եվրոկոմիսարի տարածաշրջանային այցի հիմնական պատճառը։ Այն, որ Եվրոպական միությունը Ադրբեջանը դիտարկում է իբրև հուսալի գործընկեր էներգակիրներ Եվրոպա հասցնելու համար նորություն չէ։ Բայց վերջին շրջանում հատկապես Իրանի դեմ տեղի ունեցած պատերազմից հետո էներգակիրների հարցը ավելի է սրվել Եվրոպական միության համար։ Եվրոպական միության հիմնական մատակարարներից մեկը Քաթարը բավականին ծանր վիճակում է հայտնվել եւ շուրջ 2 ամիս հնարավորություն չի ունենալու գազ մատակարարել Եվրոպական միությանը։ Դրա համար հիմա Եվրոպական միությանը օդու ջրի պես պետք է ադրբեջանական գազը եւ նաեւ ադրբեջանական էներգակիրները։ Բայց այս ամենը պետք է արվի առաջին հերթին Հայաստանի Հանրապետության տարածքով Թուրքիա եւ Եվրոպա հասցնելու համար, որպեսզի հնարավորինս լինի խուսափել դժվարություններից եւ վտանգներից։ Դրա համար Եվրոկոմիսարը սկզբում ժամանել է Բաքու, հիմա ժամանել է Երևան։ Ակնհայտ է, որ վերջին շրջանում եվրոպացի չինովնիկների այցերը հաճախակիացել են Հայաստան։ Հայաստանի կողմից Եվրոպական միության անդամակցության մասին օրենքի ընդունումից հետո հատկապես այդ այցերը հաճախակիացել են։ Բնականաբար նրանց հիմա պետք է որ տարածաշրջանում չլինի պատերազմ, բայց խնդիրը ոչ թե այն է, որ նրանք մտահոգված են հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջնականապես կարգավորելու հարցում, այլ միայն այնպես անել, որ չլինի պատերազմ։ Դրա արդյունքում Հայաստանը ինչ կզիջի, Ադրբեջանը ինչ կզավթի, դա ըստ էության այնքան էլ չի հուզում Եվրոկոմիսարներին։ Եվ Մարթա Կոսը պատահականություն չէ, եւ Մարթա Կոսը այստեղ չի առանձնանում ինչ-որ առանձնահատուկ տրամադրությամբ կամ առանձնահատուկ դիրքորոշումով։ Մարթա Կոսը ոչինչ չի ասում, որ Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքը զավթել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը դա ըստ էության Ադրբեջանի կողմից միակողմանի առաջ քաշած պայմաններ է, որոնք Հայաստանը ստիպված է լինելու ընդունել, ըստ եվրոպացիների տրամաբանությամբ, քանզի ամեն ինչ պիտի արվի, որ հանկարծ տարածաշրջանում չլինի աղմուկ-աղաղակ, որպեսզի նրանք կարողանան եւ ադրբեջանական էներգակիրները անվնաս հասցնել Եվրոպա, եւ ղազախական ուրանը անվնաս հասցնել Եվրոպա, Ֆրանսիայի ատոմակայանները կրկին վերագործարկելու համար։ Իսկ թե ինչպիսին կլինի իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպիսին կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագան, ցավոք սրտի դա եվրոպացիներին այնքան էլ չի հետաքրքրում։ Բայց որ այս ամենը չասվի ուղիղ եթերում, պետք է այլ պատճառ վերվի, թե ինչու է Մարթա Կոսը ժամանել Հայաստան, եւ բնականաբար եվրոպացիները շատ մտահոգված են մեր ընտրական գործընթացով, ամեն ինչ պետք է անեն, որպեսզի Հայաստանի քաղաքացուն ոչ ոք չխանգարի ընտրություն կատարել, ինչպես իրենք են նշում։ Իհարկե խոստանան վիզաների ազատականացում, բայց դա երբ կլինի կամ կլինի առհասարակ, այդ հարցին ոչ ոք չի կարող պատասխանել, անգամ եվրոչինովնիկները, քանզի 5 տարին մեկ անգամ նրանք փոխվում են եւ նոր եկած չինովնիկները կրկին շարունակում են խոստանալ Հայաստանին եւ հետխորհրդային տարածքի մյուս պետություններին, որ անպայման վիզաների ազատականացում լինելու է, բայց թե երբ կլինի, Աստծուն է հայտնի։ Այս իրավիճակն է այս բանը։ Եվրոպացիները, ինչպես ասում են, արդար չեն խաղում։ Եվրոպացիների համար կարևոր է, որպեսզի այստեղ իրենց շահերը ապահովեն եւ իրենց շահերը ըստ էության սպասարկվեն։ Թե ինչ կլինի դրանից հետո տարածաշրջանում, մեղմ ասած ոչ ոքի հետաքրքիր չէ։ Սպասենք տեսնենք, թե ինչ է հաջորդելու Մարթա Կոսի այցին, ինչպիսի նոր հայտարարություններ են արվելու եւ առհասարակ ինչպիսի իրավիճակ է լինելու Հարավային Կովկասում նրա այցից հետո։ Մյուս թեմա, որին ցանկանում եմ անդրադառնալ, այս անգամ կապ ունի Իսրայելի հետ եւ կապ ունի նաեւ Ադրբեջանի հետ։ Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Կասպյան նավատորմին, համենայն դեպս այդպիսի հայտարարություններ է արվում։ Կասպյան իրանական նավատորմի մասին է խոսքը։ Մի փոքր դժվար է հավատալ եւ հասկանալ, թե ինչպես են իսրայելական
ինքնաթիռները ողջ Իրանի տարածքով անցել եւ հարվածել Իրանի տարածքի մյուս մասում գտնվող Կասպից ծովում տեղակայված իրանական նավերին։ Բնականաբար դրանք արվել են տարածաշրջանից թռիչքներ ունենալով։ Իսկ տարածաշրջանից որտեղից նրանք կարող են թռնել, եթե ոչ օկուպացված Արցախից եւ Ադրբեջանի այլ հատվածներից, որտեղ եւս իսրայելական օդուժը շատ ապահով տեղավորված է։ Մեր նախորդ հանդիպման ժամանակ մենք խոսել էինք այդ մասին, նշելով, որ Արաքչի եւ Բայրամով մինչեւ տեղի ունեցել հեռախոսազրույց, որտեղ իրանական կողմը խստիվ նախազգուշացրել է, որ ցանկացած գործողություններ, այդ թվում նաեւ Ադրբեջանից, որոնք ուղղված կլինեն Իրանի դեմ, խստորեն պատժվելու են Իրանի կողմից։ Հիմա այդ գործողություններին պատասխան տալու ժամանակն է։ Քանզի ակնհայտ է, նորից եմ կրկնում, որ իսրայելական օդուժը ուղղակի չէր կարող ողջ Իրանի տարածքով անվնաս թռնել, հարվածել եւ հետ վերադառնալ։ Քանզի առաջինը F-16-երի տեխնիկական հնարավորությունները դա թույլ չեն տալիս եւ նրանք կարճ տարածություններ են կարողանում թռել եւ երկրորդ չնայած Տրամպի հայտարարություններին, որ իրանական հակաօդային պաշտպանությունը վերացված է, այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Երեկվա F-35-ի մասին տեղեկատվությունը ըստ էության կարծես թե հաստատում է, որ իրանական հոփը կարողացել է խոցել 5-րդ սերնդի ստելս համակարգով զինված F-35-ը եւ հիմա F-16-երը բնականաբար նրանք շատ հանգիստ կարող էին խոցել, եթե Իրանի տարածքով նրանք թռնեին։ Բայց եթե չեն խոցել եւ նրանց, ինչպես իսրայելական կողմն է պնդում, հաջողվել է հարվածներ հասցնել իրանական նավատորմին Կասպից ծովում, ապա նրանք թռել են միաժամանակ եւ Ադրբեջանում տեղակայված իրենց բազաներից եւ Ադրբեջանի մոտ գտնվող պետություններում տեղակայված իրենց բազաներից։ Պաշտոնապես հաստատված է, որ նաև Թուրքմենստանում տեղակայված են ամերիկյան զորքեր եւ մեծ հավանականությամբ նաև Թուրքմենստանը կարող էր տարածք տրամադրել Կասպից ծովով միանգամից թռիչքներ կատարելու եւ ետ վերադառնալու համար։ Ինչևէ, կարծում ենք այս հարցը դեռ լինելու է քննարկման առարկա եւ սա շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ եւ ողջ տարածաշրջանի համար եւ նախադեպեր ստեղծել, որպես Իրանը սկսի արդեն անմիջական հարևաններին հարվածել իրենց դեմ պատերազմում նրանց տարածքը տրամադրելու եւ օգտագործելու համար։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե այստեղ եւս իրավիճակը ինչպես է զարգանալու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կրկին Իրանի հետ է կապված, բայց այս անգամ խոսենք էներգակիրների միջազգային շուկայում տեղի ունեցող իրավիճակի մասին։ Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել հարավային Պարս տեղամասին, որտեղ տեղակայված են իրանական նավթային հիմնական կենտրոնները։ Դրանից հետո Իրանը սկսեց հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում տեղակայված բոլոր նավթարդյունաբերական գործարաններին, գազի հանքերին եւ նավթահանքերին, պատճառ դառնալով, որ նավթի գինը կտրուկ աճեց։ Անկամ իրավիճակը այնքան է լարվում, որ Միացյալ Նահանգների նախագահը, ինչպես ինքն է ասում, հանձնարարում է Իսրայելին այլևս հարվածներ չհասցնել հարավային Պարսին։ Նշանակում է իրանական հարվածները, պատասխան հարվածների մասին է խոսքը, ոչ միայն բավականին ցավոտ են եղել, այլև կարողացել են նաև պառակտում մտցնել երկու դաշնակիցների միջև։ Տրամպը նշում է, որ այո, մենք Իսրայելի հետ համագործակցում ենք, բայց ինչ-ինչ հարցերում նրանք կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել, որոնք անգամ մեր շահերից չի բխում, եւ հարավային Պարսին հարվածը ըստ էության այդ գործողություններից մեկն է միայն։ Սպասենք տեսնենք, թե այստեղ իրավիճակը եւս ինչպես է զարգանալու, բայց այն, որ արդեն 3 շաբաթ է ռազմական գործողությունները ընթանում են եւ կարծես միտք էլ չունեն դադարելու։ Այն, որ Իրանը ամեն օր նոր անակնկալներ է մատուցում Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին գործի դնելով նոր զինատեսակներ, ինչպես նաեւ կարողանալով խոցել անգամ 5-րդ սերնդի կործանիչները, խոսում է այն մասին, որ Իրանը մտադիր չէ հանձնվել, ավելին պատերազմը շարունակվելու բնույթ է ստանում եւ կարող է նաեւ ընդգրկել նոր տարածաշրջաններ եւ նոր պետություններ։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ եւ հիշեցնեմ, որ բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, ինչպես նաեւ շնորհակալ ենք այն հանգանակությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքը անխափան ապահովելու համար։ Այս թեմաներն էին այսօր, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։